Բարև ձեզ բարեկամներ, ես ուզում եմ կրկին ողջունել մեր բոլոր ունկնդիրներին եւ ասել, որ միշտ հաճելի է հանդիպումը բոլոր նրանց հետ, ովքեր սպասում են Փակ TV երթական եթերին։ Այսօր մեր տաղավարում պիտի ասեմ, որ երկարատև ընդմիջումից հետո կրկին հանդիպել ենք մի անձնավորության, ում գուցե եւ շատերը հիշում են, իսկ նրանք ովքեր չեն հիշում, ասեմ, որ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Ֆրունզիկ Խաչատրյանին, որին դուք տեսնում եք ձեր էկրաններին, նա Նովոսիբիրսկի հայկական համայնքի պատվավոր նախագահն է, հասարակական հանրային գործիչ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ռուշան։ Շատ ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո նորից մեր տաղավարում եք։ Իդեպ, սիրելի բարեկամներ, ձեզ ասեմ, որ Ֆրունզիկ Խաչատրյանը շատ ինքնատիպ անձնավորություն է, շատ հետաքրքիր թեմաներ է ուսումնասիրում կապված մեր ազգի, նրա վաղվա օրվա հետ եւ հատկապես մեր լեզվի հետ։ Եվ պիտի ասեմ, որ այդ թեմաները շատ ինքնատիպ բովանդակությամբ են ներկայացվում, նա մի քանի գրքերի հեղինակ է եւ պարոն Խաչատրյանը միշտ փորձում է յուրովի ներկայացնել իր բոլոր թեմաները։ Բացառություն չէ նաեւ հայոց լեզվին առնչվող հարցերը։ Պարոն Խաչատրյան, տեսեք, դուք փաստորեն այն անձնավորությունն եք, ով առաջին անգամ չի անդրադառնում հայոց լեզվին։ Հայոց լեզու, որը շատ կարևոր է մեզ համար, եւ այն կարծիքին եք, որ մեր լեզուն, մեր խոսքը ոչ միայն կարևոր է, այլ դուք նաեւ այն կարծիքն եք հայտնել, որ հայոց լեզուն կարելի է համարել մարդկության նախալեզուն։ Ինչու՞։ Հիմա սկսեմ մի քիչ նախաբանով։ Մարդը, ընդհանրապես մարդը եւ մարդկությունը միշտ փնտրում է, ստեղծում է կամ ինքը ձեռք է բերում նոր գործիքներ, հարմարանքներ, միջոցներ, որպեսզի կարողանա իր կարիքները ապահովի, ինչպես նյութական, այնպես էլ գիտակցական եւ այլ ոլորտներում։ Գիտակցական ոլորտներում մարդու համար շատ կարևոր է գիտելիքը։ Գիտելիքը մարդուն, ասենք, կարող է ազատել տառապանքներից։ Եթե դու ունես մի հիվանդություն կամ դժվարություն, բայց գիտես դրա բուժման ձևը, այսինքն ոչ թե բուժման ձևը, այլ դրա լուծման ձևը, դու անպայման ազատվում ես այս տառապանքից։ Իսկ եթե չունես, դու տառապում ես։ Բայց պատահում է, որ քեզ թվում է, թե դու ունես նման գիտելիք, բայց այդ գիտելիքը չի բավարարում ազատել։ Այդպիսի գիտելիքները կոչվում են կեղծ գիտելիքներ։ Մարդու համար միշտ դժվարություն է հենուց եկած, որ մարդը կարողանա կեղծ եւ ճշմարիտ գիտելիքները զատի իրարից։ Դրա համար, ասենք, մեր հին հավատքի մեջ հայերի եղել է զատիկ, այսինքն կարողանալ զատել դրանք իրարից։ Ճիշտ ճշմարտությունը ստից, կեղծիքից, լավը վատից, այս գույները, թացը չորից եւ այլն, որպեսզի կարողանաս, սա շատ կարեւոր բան է։ Այդ ասենք գիտելիքների մասին։ Գիտելիքները ժամանակին կուտակվել է մարդկության համար, դասավորվել է տարբեր ոլորտների ու ստացվել է, որ հիմա կոչվում է պաշտոնական գիտություն, որ այդ գիտությունը մարդու համար հիմա կա ժամանակակից գիտություն է կոչվում։ Դա դարերով եկել է, կուտակվել է, այդ գիտությունը հավաքվել է։ Բայց դրա մեջ վատերն է, որ դրա մեջ կան շատ կեղծ գիտելիքներ։ Ասենք, եթե վերցնում ենք լեզուն, պաշտոնական բանը, այնտեղ մի քանի վարկած կա, բայց հիմնական պաշտոնական վարկածը, որ մարդիկ հավաքում են իրար հետ, շփվում են, հետո լսում են բնության ձայները, կենդանիների ձայները, համակարգում են, դառնում է լեզու։ Պաշտոնական տեսակետը սա է, բայց իրականում այտենց չի։ Մարդու կառուցվածքում, մարդը գիտակցության մեջ անպայման պետք է ունենա խոսելու ծրագիր։ Եթե ծրագիրը չկա, մարդը տարբերվում է կենդանիներից, հենց մի պայմանը դա է։ Մյուսը, որ ինքը ունի անալիտիկ մտքեր։ Մարդը գիտելիքները կարողանում է ձեռք բերել ընդամենը 4 ուղիով։ Առաջի ուղին սա փորձն է, ասինքն ոնց երեխան ծնվել է,
ինքը չգիտի կրակադրած դեմը սիրունա վազումա ձեռատալի մեր ինչքան էլ գոռումա ձեռ չտաս չի հավատում ինքը ձեռատալի ձեռը վառվում է փորձից սովորում է որ կրակը տակա ու վառում է էլ ինքը կրակին ձեռ չի տա ասենք մի որոշ ժամանակ հետո նույն այդ երեխեն մի քիչ հասակա մեծացել արդեն մի քիչ բան արել մեր ասма սառուցա դուրսը ուզում է դուրս գա մեր ասма սառուցակ մրսես պետք չի ինքը հավատում է չի գալի երկրորդ կանալը ճանապարհը դա հավատն է մարդու հավատը երրորդը դա անալիտիկ այսինքն վերլուծական մտքերը ինչ է նշանակում վերլուծական մտքերը երեխան ասենք գիտի որ տակա կրակը տակա բայց նրան հետաքրքրում է ասես ինչի է տակ կամ ինչի է վառում ու սկսում է մտածել էս էլ բան է բայց այստեղ մի հետաքրքիր բան կա որ 4-րդ հիմնական կանալը որը մարդը կարող է գիտելիք ձեռք բերել դա ինտուիցիան է կոչվում այսինքն կապը վերին գիտակցության հետ կամ վերին գիտակցության հետ կամ վերին գիտակցության բարձր գիտակցության կամ աստծո հետ ասենք sense տիեզերքի հետ ընդեղից է ստանում եթե քու կանալը լայնանում է ընդեղից մեծ գիտելիքներ է ստանում գիտելիքը տենց կարելի ստանալ էլի հասկանալի է բայց ասենք լեզուն ինչի է համարում ես էս նախապայմանի նման սկսեցի որ գիտելիքը ոնց է ստացվում հասկանալի հա դե ուրեմն մենք լեզուն առաջինը որ լեզուն պետք է անպայման ծրագիր լինի որ եթե ծրագիրը չկա մարդու մոտ այդ երկու ծրագիրը կա դրա համար ինքը կարող է անել հայոց լեզուն հնուց միշտ բոլոր մարդկանց համար եղել է հետաքրքրվելու հետաքրքիր առարկա դեռ հին դարերից ինչպես հայերը ըստ մեր պատմագրությունը ստեղ էլի մի փոքր շեղվենք բանից ասեմ մեր մարդկության պատմագրությունը ընդամենը 5-6 հազար տարվա է բայց այտենց է չէ դուք էլ գիտեք 5-6 հազար տարվա է նրանից առաջ չենք իմանում ինչ է եղել սա շատ մութ բան է որ մեր համար ահագին դժվարություն է բայց իրականում չէ որ եղել են ասենք քարահունջ է եղել շատ ուրիշ բաներ են եղել երկիրն է եղել բայց պատմությունը չկա պատմագրությունը չկա պատմագրությունը սկսվում է այն ժամանակից երբ որ ստեղծվել են կայսրությունները առաջին մեծ կայսրությունը համարվում է Եգիպտոսը երկրորդ մեծ Եգիպտոսը զարգացած իր տիրակալի նման է իսկ ինչ է կայսրությունը սա էլ ասեմ որպեսզի հասկանանք կայսրությունը ինքը ոնց որ թելադրի կայսրությունը դա գործիքներից մեկն է որ կոչվում է պետություն մարդը իր համար ստեղծել է երկրորդ գործիքը պետություն որ մարդկանց հարաբերությունները բանանի բայց այդ հիվանդանում է այդ պետությունը դառնում է կայսրություն ինչպես է հիվանդանում այսինքն նրանք ունենում են ձգտումներ որ հարևաններին գրավեն անպայման կայսրություն դառնալու համար պետք է ուրիշ ազգեր լինեն պետության մեջ տիրեն ու իրանք ձգտում են շատ տերիտորիա ու շատ ազգերի տիրել շատ գույքեր ունենալ այս ամբողջ կայսրության իմաստը ու այդ կայսրությունները զարգացել է մոտ 5-6 հազար տարի առաջ այդ օրվանից առաջինը եգիպտական կայսրությունը հետո Բաբելոնը ավելի թույլ էր ավելի քիչ զարգացած Բաբելոնը հաղթում է Եգիպտոսին ինքն է դառնում տիրակալը պարթևները հաղթում են Բաբելոնին իրենք են դառնում տիրակալը հագին ժամանակ հետո Հռոմը հաղթում է Ալեքսանդր Մակեդոնացին հաղթում է պարթևներին պարսիկներին հելենական հռոմական կայսրություն առնում հետո արաբները որ կիսավայրից եղեին իրանք կարողանում են հաղթել Հռոմին դառնում են արաբական խալիֆատ ամենտեղ իրանք են տարածում հետո գալիս են թաթար մոնղոլները թուրք սելջուկները հետո ռուսները հետո վերջում անգլոսաքսերը անգլիացիները այս կայսրությունները ինչի հետո հաջորդ անգամ կպատմեմ ինչի համար այո ես ուզում եմ մենք արագ անցնենք լեզվին որտեղ լեզուն շատ արագ անցնենք լեզվին ուրեմն մեր լեզուն դեռ Եգիպտոսի ժամանակ էլ հայերը եղել են ու գոյություն ունեցել պետություն են ունեցել Բաբելոնի ժամանակ էլ իհարկե Բաբելոնի ժամանակ երբ որ Բաբելոնը հարձակվում է Հայաստանի վրա Հայաստանի ոչ թե նահապետ, մենք այտենց
անունները փոխում ենք, Աղավաղել ենք, դարձնում ենք Նահապետ։ Այո, Հայկը հայերի առաջնորդն է եղել, թագավորը ենթադրենք։ Ինքը հաղթել է Բելին, բայց ասում է գնացեք դուք ձեր մոտ ապրեք, հայերը հակում չեն ունեցել ուրիշներին գրավել։ տիրելու։ Հա, ու դրա համար բոլոր այս ժամանակներում եղել են։ Էսի հետո պատմեմ, մենք հիմա լեզվի մասին խոսանք նոր էլի։ Ես ինչի համար այսքան հերվից եկա, որպեսզի իմանանք ինչ է կատարվել, ինչ է եղել։ Այստեղ մի հետաքրքիր Վերջեք գիրքը ձեր ձեռքերի մի քանքից նայեք։ Չէ, որպեսզի ցույց տամ, ոչ թե բանա։ Հա, դե ցույց տվեք, ինչ է խանգարում։ Հա, լեզուն, դե բնական է, որ լեզուն կապված է մտքի հետ ու առանց մտքի գիտակցության մեջ եղած ուղեղում եղած ծրագրի չէր կարող լինել։ Հայերի լեզուն շատ հնուց ուսումնասիրել են շատ մարդիկ, ասենք բոլորը հնուց, ոչ թե բան հնուց։ Հետաքրքիր է, որ հայերը ունեցել են աշխարհաբար լեզու եւ գրաբար լեզու։ Գրաբար լեզուն եղել է մենակ տաճարներում, այստեղ պետք է հասկանալ այս մոմենտը։ Մենակ տաճարներում, իրանք տաճարներում քուրմեր են եղել, հատուկ գրագետ մարդիկ, որոնք գրքեր են գրել, գրքեր են բանարել ու օգտվել են դրանցից, իրանք խորհուրդներ են տվել շատերին, շատ զարգացած մարդ են եղել։ Կա տվյալներ կան, մի քանի տվյալներ, որ ասենք Պիթագորը իբր եգիպտական են ասում տաճարներ, ինքը եգիպտական տաճար քուրմերի մոտ է գնաց։ Այդ բոլոր գիտելիքները սովորել է, եկել է այդ ահագին մեծ գիտելիքներ ա տվել, չէ՞ Պիթագորը։ Եվ մյուս շատերը, այտենց մենակ Պիթագորը չի։ Այսինքն եղել է տաճարներում մենակ, ոչ հասարակ մարդիկ այդ գիրը գրականությունը չեն ունեցել։ Ու ունեցել են, հետաքրքիր է, որ ունեցել են եւ Այբուբենը։ Այբուբենը շատ հնուց է եղել, հայոց Այբուբենը, ու տաճարներում գրաբար լեզու, դա միշտ եղել է։ Տեսեք հայոց լեզուն անցա դրած, որ Մեսրոպ Մաշտոցը, այսօրվա պատմության մեջ Մեսրոպ Մաշտոցը իբր թե տվել է 405 թվականին, բայց այստեղ պետք է մենք ուշադիր նայենք, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ որ Հռոմը եւ Պարսկաստանը երկու կայսրություններ իրար հետ պայքարում են եւ միշտ մեկը եթե հաղթում էր մյուսին, Հայաստանն անցնում էր նրա տիրապետության տակ։ Սենց մոմենտ կար, այտենց եղել է եւ դրանից 100 տարի առաջ, 200 տարի առաջ, բայց 379 թվին սրանց պատերազմից վերջանալուց հետո Հայաստանը կիսում են երկու մասի։ Արևելյան Հայաստան եւ Արևմտյան Հայաստան։ Արևելյան Հայաստանում պարսիկներն են, Արևմտյան Հայաստանում Հռոմն է։ Հռոմում պետություն չի լինում արդեն, իսկ Արևելյան Հայաստանում պետություն են պաշտպանում Վռամշապուհ թագավորը, որի գրագիրն ալնում Մեսրոպ Մաշտոցը, որից հետո, այդպես ասենք, հռոմացիները թույլ չեն տալի, բայց պարսիկները թույլ են տալի, որ դուք ունեցեք ձեր լեզուն, անեք ձեր լեզուն, դուք չէ որ Այբուբեն ունեք։ Ու այդ Այբուբենը քրմերի, որ եկեղեցին մինչև այդ վերացրել էր 301 թվին, դա հետո կպատմեմ էլի։ Հասկանալի։ Հա, այս այդ բաները պահել էր։ Այբուբենը պահել էր։ Այդ դեպքում Մեսրոպ Մաշտոցը այդ Այբուբենը հանում է, որ տեղավորի, իսկ այդ ժամանակվա իշխանական ճյուղերից մեկը, որ կաթողիկոսն էր, հոգևոր ճյուղը, Սահակ Պարթևը, ինքը չի համաձայնվում։ Բայց մեր պատմությունը աղավաղված է, իբր ինքն է առաջարկում, էլի։ Այո։ Ինքը չի համաձայնվում, որ ըլնի Սահակ Պարթևին 2 տարի նստացնում են, պատանդ են տանում Պարսկաստան, վերջը խոսում են իր հետ, որ ինքը համաձայնվում է, որպեսզի հայերը հանեն իրանց գրերը։ Հայերը հանում են իրանց գրերը, ինքը նորից պայմաններ է դնում, հետաքրքիր է, որ 36 չլինի, 36-ը խորհրդավոր թիվ է։ 36 չլինի, Մեսրոպ Մաշտոցը Ստեփանանում չի համաձայնվում, որ 36 պետք է լինի, ինքը ուրիշ առաջարկություն անում, հանում են ուն ու ֆն։ Դրա փոխարեն դնում են ե ու ո։ Են ինչ է, վ-օ, իսկ հայերի ամեն մի տառը, ամեն մի հնչյունը ունի մի նշան, մի տառ։
Իսկ ստեղ են ոչ մի հնչյուն չունի, ոն էլ ոչ մի բան չունի։ Իսկ ունուֆն չկա, դրա համար հայերը ասենք ֆ-ի փոխարեն փ են օգտագործում, ասենք ֆիլոսոֆիան դառնում է հայերի մոտ ֆիլոսոփա, դելֆինը դառնում է դելֆին եւ այլն, ունել հագին վերանում է։ Այս մոմենտը որպեսի արագ անցնենք, ամեն մի վերջը համաձայնվում են այս Սահակ Պարթևը ինքը դե հայ չի, Պարթևա ինքը պայմանադրում, որ այդ 35 այտենց խախտեն ու այտենց դնեն, այդ ձողը դնում են, անցնում է հայոց գրերը անցնում են։ Հիմա ունեն համ հայոց ամեն մի թիվը ունի կարգաթիվ եւ ունի իր կարգաթվի հետ թվային նշան ունի։ Այսինքն տեսեք ինչ է ստացվում։ Այսօր այստեղ իմ բանի մեջ ես ցույց տամ ընդամենը 5 հատ, 6 հատ, բայց սա 1000 հատ արդեն այսօրվա օրը։ Այսինքն տեսեք ինչումն է հարցը, ասենք ոսկին երբ որ տարերի թվականակը դնում ես, ստացվում է 79, իսկ 79-ը համապատասխանում է ոսկի միջուկային քանակի։ Այտենց էլ արծաթը, արջեչը, երկաթը, սնդիկը ամեն մեկը իր բանն ունի, ունի, թվային։ Այտենց մոտ 1000, այսօր արդեն 1000 հատ են արել, այդ ձևի ունի, այսինքն սա խորհրդավոր թիվ է, սա պատահական երևույթ չի, որ սա համընկնում է, մենակ այդ չի համընկնում։ Շատ խորհուրդներ կան հայոց այբուբենի մեջ ու շատ գիտելիքներ կան, որ այդ գիտելիքները նույնիսկ հիմիկվա ժամանակակից գիտությունը չգիտի դրանց մասին նույնիսկ։ Այդ լեզվի մասին որպեսզի երկար բան չանեմ, այս մոմենտները գալով տեսեք ասենք այս մոմենտը կա, որ Հովան Ոսկեբերյանը ինքը հրեա է, հայ չի, բայց հայերեն լեզուն ուսումնասիրել է ու հայերեն լեզվի համար ինչ ասում ինքը, ասում է, որ հայերեն լեզվի ամեն մի այբուբենի ամեն մի երկու տառը միացնելով մի քանի տառեր ստացվում է բառարմատներ ու այդ իմաստ է ստացվում դրանից։ Երկու տառերը միացնելով ըստ Հովան Ոսկեբերյանի էլի ամեն մի երկու տառը միացնելով ստացվում է 36 անգամ 35 1260 բառարմատ 3 հատը 11600 4 հատը 144000 բառարմատ է ստացվում ու ըստ շատ գիտնականներ պնդում են որ հայոց լեզուն ինքը համարվել է այդ ասեմ մինչև 19-րդ դարը համարվում էր եվրոպական լեզուների ընտանիքի անդամ, դրա մի ճյուղն էր, բայց Պարսկաստանի հետ միասին 19-րդ թվից առանձին է դառնում ճյուղ ու ինքը այդ ճյուղը ոնց որ առանձին գնա էլի այդ ձևով։ Հիմա տեսեք, ասենք սենց այս ուրեմն լավ ուսումնասիրել են, տեսեք, ասենք այդ Հովան Ոսկեբերյանը ինքը արդեն այդ ձևի հարտահայտություն անում, բայց իրականում սենց բան կա, եթե մենք վերցենք, ասենք հասարակ բան, միշտ ստանում ենք բառարմատներ, ասենք բառը տառերը փոխենք, բառ, գար, դար, զար, թար, բան, գան, դան, զան, թան, բոլորը իրար հետ միացնելով, տեսեք, ստացվում է այդ ձևի շատ կա, ես որ չխոսամ։ Ամբողջ շարք։ Հա, այսինքն ստացվում է, այդ Հովան Ոսկեբերյանը պատահական չի ասում։ Սրանք շատ կարևոր մոմենտներ են, որ հայերը բանա, իսկ գիտնականները շատ գիտնականներ պնդում են, որ հայերեն լեզվի մեջ 11000 բառարմատ, որ համընկնում է հնդեվրոպական լեզուների բառարմատի հետ, բայց մենակ հայերեն ունի իր իմաստը։ Ասենք օրինակի համար մի քանի հատ ես ասեմ, որպեսզի հասկանալի լինի։ Ասենք գիր բառարմատ, դու գիտես չէ՞ ինչա գիրը։ Եթե K ենք դնում վերջում, դառնում է գիրք։ Այո։ Գիրը դա խոսքի պատկեր է։ Իմաստը սա է, խոսքի պատկեր։ Գիրքը շատ գրեր, չէ՞։ Այո։ Ասենք վերցենք կեն։ Կենը ի՞նչ է, կենսական, կենցաղ, կենթանի, չէ՞։ Այո, այո։ Եթե վերջում K ենք դնում, կենի վերջում դառնում է կենք, որ մենք փափուկ ասում ենք, ոնց որ գավառին քյավառ ենք ասում ենք կյանք։ Այսինքն գենը, կենը կամ կենը դա կյանքի
մի փոքրիկ մասնիկ է, հասարակ բան էլի, կամ ասենք վան բառարմատը, իջևան, սևան, հանգրվան եւ այլն, ասենց վանով վերջանում է, չէ՞, կամ ասենք վերջենք աստ բառը, աստը այսինքն մնալու տեղ, այստեղ մնալու տեղն է, այն մնալու տեղը, դառնում է Բուրաստան, բուրելու տեղ, Հայաստան, հայերի մնալու տեղ, Ուզբեկստան, հայերեն է բացադրում, սա ուրիշ լեզուներով չի բացադրում, բոլորն էլ ասում են Ուզբեկստան, բայց չգիտեմ, որ այդ ստանը ասենք հայկականն է, հետո վարկած կա, որ երբ որ հռոմեացիները սկսում են զարգանալ, սկսում են առաջ գնալ, իրանք շատ բաներ վերցնում են կենցաղում եւ այլն հայերից։ Այս բառը իմանալով որ հայերը ունեն իրանք գրաբար լեզու, իրանք էլ ուզում են արհեստական ստեղծել իրենց գրաբար լեզուն մոտ 700 տարի Քրիստոսից առաջ, մեր թվարկությունից առաջ 700 տարի առաջ։ Այդ ժամանակ վերցնում են հայկական բառարմատներից, իրանք շատ լավ են իմանում, ահագին լավ ճարտարապետ են, ու կազմում են լատինական լեզու, որ հայերը նշանակում է կարկատած լեզու։ Այսինքն լատ նշանակում է կարկատան, էլի։ Կարկատած լեզու, լատինական լեզու են ստեղծում։ Ու դրա տեսեք, ասենք ատամ բառը, հայերեն բառը, չէ՞, ատամ։ Այո։ Մենակ հայերեն է բացադրում ատել, հատել եւ ծամել։ Իսկ դառնում է այի տեղը ս են դնում, դառնում է հետո լող, ասենք հայերեն բառը, Ղարաբաղցիք մինչև հիմա էլ ասում են, լող նշանակում է ամբողջ։ Դառնում է ստոմատոլոգիա, այսինքն ատամի մասին ամեն ինչ, գենեալոգիա, այդ նույն ձևի դառնում է գենետիկ, արխեոլոգիա եւ այլն, կամ ասենք վերցնենք բանը, բառարմատներ էլի, օր բառարմատ, ասենք զինվոր, չէ, թագավոր նշանակում է թակ գրող, սգավոր, սուկ գրող, ճգնավոր, ճիգ գրող, չէ, զինվոր, զենք գրող, այդ լատիներենում սա դառնում է, ասենք, դիրեկտոր, վեկտոր, սեկտոր, այդ օր վերջավորությունը արդեն դառնում է, թե այդ ինչ բանը գրող, հասկանում ես։ Պարոն Խաչատրյան, իսկ ասացիք, աշխարհի տարբեր երկրները ներկայացնող գիտնականներ եկել են այն կարծիքին, որ հայոց լեզուն կարող է դառնալ մարդկության նախալեզու։ Չէ, այտենց բան չկա, իրանք չեն գալիս, որովհետև գիտեք ինչու՞մն է հարցը, որ շատ դեպքերում հայոց դուրս է գալիս, որ հայոց լեզվից ու հայոց մշակույթից գողանում են, իսկ գողացված տիրոջը պետք է սպանեն, դրա համար էլ տեղի ունենում գենոցիդ, այսինքն ցեղասպանություն, որպեսզի դրանք չլինեն։ Դու եթե մի բան ես գողացել մեկի տնից, ուզում ես որ ինքը չբողոքի, չգնա, չարտահայտվի, եւ այլն։ Այսինքն դրա լավագույն ձևը այդ մարդուն վերացնելն է։ Այս նույն բանը, այո, դրան վերացնելն է։ Դրա համար այս բանը Պարուս Սևակն է լավ ասում, ասում է որ մենք ունենք մի բան, որը կոչվում է առավելություն։ Հենց այդ առավելությունը, որ դու ունես իր նկատմամբ առավելություն, որտեղ դու շատ բաներ ունես, ինքը չունի։ Իրանք քեզնից վերցրել են։ Դա վտանգում է քո կյանքը։ Այո, հենց այս իրականում այտենց էլ կա, չէ՞, դու համաձայն ես դրա։ Այո, իհարկե։ Հա, դրա համար էլ այտենց ստացվում է։ Ու այս լատինական այդ լեզուն դառնում է արդեն լատինացք չի եղել, լատիներեն չեն խոսացել։ Էդի դարել է իրանք շատ լավ են ստեղծել, այդ նույն ձևի ուզեցան այս 20-րդ դարում 60 թվերին ուզեցան էսպերանտո լեզու ստեղծել մեր գիտնականները, բայց իրանք բառարմատները ու հայերից այդ որ դրանք բառարմատները հայերեն են իմաստ ունենում, որ հայերեն լեզվի մեջ է դա հիմնական, իրանք չգիտեին, ու այդ էսպերանտոն չստացվեց, իսկ 2800 տարի առաջ սրանից լատինական հռոմեացի այդ գիտնականները մարդիկ կարողացել են կազմել մի լեզու, լատիներեն լեզու, որը մինչև հիմա գոյություն ունի, արդեն իրանց մեջ մտել է գրավոր արտահայտության մեջ, այսինքն բժշկության մեջ, շատ տեղերում, գիտական եւ այլն արտահայտներում մտնում է այդ լեզուն, այսինքն գրավոր լեզուն։ Դրա համար տարբերությունը սա է։ Այդ հայոց լեզվի այս առավելությունները պետք է իմանալ, էլի։
Մի խոսքով այդ գրքում ես որքան հասկացա, շատ հետաքրքիր փաստեր կան կապված հայոց լեզվի հետ եւ խորհուրդ եք տալիս կարդալ։ Այդ գրքի հեղինակն էլ դուք եք, չէ՞։ Հա, այս գրքի հեղինակն էլ ես եմ, Ինչպես է կոչվում։ հայոց հայկական այբերի եւ հայոց լեզվի առեղծվածները։ Հետաքրքիր է, որ հայոց դες ասենք ինչ այս մի մոմենտը հետաքրքիր է, այստեղ էլ կա։ Դուք ձեր ռուսական կրթությունը ես խանգարում եմ մոմենտը, պահը։ Հա, պահը թեկուզ։ Ես ռուսական կրթություն չունեմ, ես հայկական։ Բան չի պահին ասում մոմենտ։ Պատահմա։ Տեսեք, այստեղ ինչու է։ Դուք ուղղակի 30 տարուց ավել ապրել եք Ռուսաստանում։ Հա, ես էլ ասեմ, որ հայկական ասու բաները, հիմնական նշանները եղել են այս մեկը կոչվում է։ Այո։ Որ ցույց տալիս ինձ էս էր էլի։ Այո, այո։ Այս կոչվում է հայերի հավերժության նշան, այս կոչվում է արևխաչ, հայկական արևխաչ, տենց էլ կոչվում է։ Այո։ Սա կոչվում է կերխաչ։ Ասում են, որ Գերմանիայի դավերցրել են սվաստիկան։ Սվաստիկա, էսի արիացիներին, այդ արիացիները այս նշաններն են ունեցել, սա եթե հավերժության նշան է, իսկ սա ժամանակավոր, ասենք 20000 տարվա, 30000 Մի րոպե կարելի է գիրքը։ Հա, այս կարող ես ցույց Սիրելի տալ, բարեկամներ, ահա, որպեսզի ձեզ հասկանալի լինի այդ ամենը հա, հետո շարունակեմ։ Գրքի առաջին, խնդրեմ։ Շարունակեմ ինչու՞մ, որ երրորդը եղել է խաչը։ Այսինքն առաջի երկուսը դինամիկ կյանքի նշաններ են, իսկ երրորդը էսա Թեկեք ես կողմ, թեկեք, գիրքը չէ, հակառակը երեսով չէ, այդպես։ Հա, Հասկանալի է, դուք տեսնում եք, բայց Իհարկե մենք տեսում ենք, տեսախցիկը դա ֆիքսում է։ հա, հիմա խաչը եղել է մահվան նախանշան ու մահվան համար մինչև բոլոր դարերում խաչի վրա հանում էին մահապատիժեր, բոլոր դատարաններում գոյություն ուներ, որ խաչի վրա հանում են դատարան։ Իսկ 313 թվականին դա հաջորդ անգամ երևի ասեմ, բայց բանը Կոստանդին Կայսրը, որ տեսնելով, որ այս բանը նոր կարգերը ռելիգիան հայերի վրա շատ լավ դրել են, խաչը քրիստոնեություն է կոչվում, քանի որ Քրիստոսին խաչել են, այտենց են սպանել, խաչը սրբացնում է հրամանով։ Ու դրանից հետո էլ խաչի վրա չեն սպանում, ինչև է ասենք 72-73 տարի առաջ, երբ որ ասենք բանը անեց, Կրասոսը հաղթեց Սպարտակին, 10,000-ից ավել խաչի վրա հանեց, չէ, այսինքն անալ Դա մեր թվարկությունից առաջ։ Մեր թվարկությունից առաջ, դրանից առաջ 73 տարի առաջ։ Այդ մեր 73 տարի առաջ խորհրդային միությունն է։ 01-ից 73 տարի առաջ մեր թվարկությունից առաջ։ Ես չեմ ասում, Ես հասկանում եմ, որ մտքերով ես դուք նկատի ունեմ այդ Կոստանդին Կայսրի ասածների։ Դրա համար ասեցի, ասեք որ Դրա մեր համար թվարկությունից առաջ 10,000-ից ավել հանեցին բանի։ Այսինքն խաչի վրա սպանելը մինչև հիմա էլ եթե ասում են խաչ քաշեք վերն, այսինքն վերջացրեք, դա մահացրեք, էլի, ոչնչացրեք։ Խաչ քաշելը դա նշանակում է, իսկ հիմա խաչը սուրբ է, բայց քանի որ Քրիստոսին խաչի վրա են բանանել, սպանել, դրա համար խաչը համարվել է սրբություն։ Եթե հանգարց քարով սպանեին կամ դանակով կամ Քարն ու դանակը կարելի սուրբ ասել։ Շատ սխալ անհետություն է։ Պարոն Խաչատրյան, դե ես ուզում եմ այսօրվա համար շնորհակալություն այցել։ Մենք հաջորդ անգամ կզրուցենք ինչ որ կիսատ մնաց, ուրիշ թիմաներից հաջորդ անգամ այսօրվա համար շնորհակալ եմ։ Շեյ բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք այսօր հյուրընկալել ենք շատ ինքնատիպ մի անձնավորության, հանրային հասարակական գործիչ Ֆրունզե Խաչատրյանին, իսկ Ֆրունզիկ Խաչատրյանը այն անձնավորությունն է, ով ասացի շատ ինքնատիպ աշխատությունների հեղինակ է եւ կաշխատենք մեր հաջորդ հանդիպման ժամանակ ձեզ եւս նորովի ներկայացնել այս անձնավորությանը։ Այսօր այսքանը, ցտեսություն